հոգեբանները շատ պահանջված են եւ սոցաշխատողները, բայց պետությունը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շարունակում է 10% պատվիրել իրենցից, որևէ պետական կառույց չունի պաշտոնապես, ասենք, հոգեբանների հաշվարկ, թե քանի հոգեբան է պետք, եւ հայտնի է օրինակ, որ կանոնավայրերում, քրեակատարողական համակարգում գրեթե բոլոր հոգեբանների պաշտոնները թափուր են կամ զբաղեցված են ոչ մասնագետով, որովհետև հոգեբան ուսանողները հիմնականում միքական սեռի են եւ չեն ուզում գնալ եւ բանտում հետո աշխատել կամ բանակում։ Եվ այս պետական պատվեր կոչվածը ըստ էության 0 հասկացություն է այսօր։ Սկզբում այն իրականում հաշվարկված է ըստ կրթաթոշակների ձևաչափի, իսկ վերջում ոչ։ Եվ ևս շատ հետաքրքիր բան, հիմնականում պետպատվեր կոչվածը համընկնում է գերազանց ուսման հետ, բնականաբար։ Գերազանց դիպլոմը, կարմիր դիպլոմ կոչվածը ևս աշխատաշուկայում որևէ կերպ չի հաշվարկվում, սա էլ է շատ հետաքրքիր։ Այսինքն գործատուն չի նայում դիպլոմի ներդիր կոչվածին, որտեղ գնահատականների բուն հաշվարկն է դրված, այլ նայում է զուտ դիպլոմի մասնագիտության, անգամ դրան էլ չի նայում, սա առանձին աշխատաշուկայի ուսումնասիրություններն են ցույց տալիս, որ գործատուն առաջնորդվում է մի շարք հանգամանքներով, այդ թվում մեր շավանդական մոտեցմամբ, ծանոթ բարեկամ հարազատ եւ այնով, եւ ոչ թե մասնագիտությամբ, որը գրված է դիպլոմում, առավել եւս ոչ այն ցուցակով գնահատականների, որոնք դրված են